փորձում ես ամեն կերպ լացացնել մարդկանց, չէ՞։ Դժվար է արտազրույց տալ։ Live room-ում այսօր Ամալիա Հովհաննիսյանն է։ Վերջապես հանդիպեցինք։ Ինչ ես որոշել փակել հաղորդումը։ Ուղղությունը փոխելու ժամանակն է։ Իմ միջավայրում բոլորը դեմ են եւ ըստ էության ես այս քայլով դեմ եմ գնալու բոլոր այն մարդկանց, ովքեր իմ միջավայրում են։ Բայց ես արդեն 6 տարի է անում եմ live room-ը, դրանից առաջ մոտ 10 տարի էլ այս նույն ձևաչափի հարցազրույցներ իրականացրել եմ տպագիր տարբերակով։ Փակել հաղորդումը չի նշանակում, որ ես փակում եմ դռները եւ հեռանում եմ ասպարեզից։ Դա նշանակում է, որ ես փակում եմ այս հաղորդումը եւ սկսում եմ այլ նախագիծ։ Նախորդ ամիս մրցանակ ստացար որպես լավագույն հարցազրույցային ալիք եւ ասացիր, որ հիմա արդեն չեմ փակի հաղորդումը։ Միթե մրցանակը այդքան կարեւոր էր։ Մրցանակաբաշխությունն ինձ համար կողմնորոշիչ դարձավ, որովհետեւ քվեարկել էին հետևորդները։ Հասկացա, որ ես իրավունք չունեմ իրենց հուսախաբանելու։ Միաժամանակ, եթե ես ուզում եմ նոր բան անել, ես պիտի ինձ տամ հնարավորություն այդ նոր բանը անելու։ Քանի որ մարդիկ ամեն դեպքում չեն ուզում հրաժարվել live room-ից, ես որոշել եմ անել կոմպրոմիսային քայլ, պահել live room-ը, բայց ոչ այն հաճախականությամբ, որով հիմա սովոր են տեսնելու, ավելի ուշ հաղորդումներ հրապարակել եւ սկսել իմ նոր նախագիծը։ Ամալիա ջան, իմ գործընկեր New City Project-ի կողմից նվեր ունես։ Վայ, շնորհակալ եմ շատ։ Ճիշտն ասա, քո կառուցապատողին էլ ես այնպես ուսումնասիրել, ինչպես հյուրերիդ ես ուսումնասիրում։ Իհարկե ուսումնասիրել եմ ամենայն մանրամասնությամբ, բա բնակարան էի գնում։ Ասեմ ավելին, հասել եմ իրենց պատմությունը մինչև New City Project-ի հիմնադրումը եւ հասկացել եմ, որ շուկայում իրենք շատ երկար տարիներ զբաղվել են կառուցապատմամբ, շատ հաջող նախագծեր են ունեցել, որից հետո արդեն 6 տարի առաջ հիմնել են New City Project-ը։ Երևի գամ քեզ հարևան ավելի հաճախ հարցազրույցներ վարենք իրար հետ։ Դե բայց դու էլ փորձում ես ամեն կերպ լացացնել մարդկանց, չէ՞։ Ես ստիպում եմ մարդկանց նաև ժպտալ, դրա մասին ինչու չես խոսում։ Անկեղծությունը իր հետ բերում է տարբեր էմոցիաներ։ Կարողացանք հասնել էմոցիաներն ազատ արտահայտելու եւ էմոցիաներից չվախենալու, չկոմպլեքսավորվելու մի շատ կարեւոր կետի։ Ցավում եմ, որ հիմա փորձում են կոմպլեքսավորել այն մարդկանց, ովքեր ազատորեն արտահայտել են իրենց էմոցիաները։ Իհարկե, նրբանկատությունը սուբյեկտիվ երևույթ է, ոչ բոլորը ունեն համապատասխան նրբանկատություն։ Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ live room-ում այսքան տարվա ընթացքում չի եղել գեթ 1 բեմադրված պահ։ Մեր կյանքում կան ժպիտներ, ծիծաղ, ուրախություն, տխրություն, ամենատարբեր էմոցիաները մենք ապրում ենք։ Յուրաքանչյուր մարդ, որը ունի բանականություն, առավել եւս ունի էմոցիոնալ գրագիտություն, ինքը հասկանում է, որ մարդիկ տարբեր հույզեր են ապրում եւ կյանքի պատմությունների մասին խոսելիս նորմալ է, որ միտեղ կարող է տխրեն, միտեղ կարող է ուրախանան։ Իմիջիայլոց շատերի համար գուցե անակնկալ լինի, ինձ մոտ առաջին հուզվողներից մեկը եղել է Հարութ Փամբուկչյանը դեռ 2012 թվականին։ Անակնկալի է եկել, այն ժամանակ դեռ չգիտեի ինչպես աշխատել մարդկանց հույզերի հետ,